Բարի լույս սիրելիներս, Քրիստոս հարյավ իմերելոց։ Տեսնենք ինչպես է Պետրոս Սարաքյալը 4-ից 8 համարների մեջ երեք օրինակ տալիս մեզ, թե ինչ է սպասում նրան, ով մեղքի կյանքով ապստամբում է իր դեմ։ Քանզի Աստված չխնայեց մեղանչած հրեշտակներին, այլ խավարի կապանքներով գցեց տարտարոսը, որպեսզի նրանք պահվեն դատաստանի օրվա համար։ Նա չխնայեց նաև հին աշխարհին, երբ ամբարիշտների աշխարհի վրա ջրհեղեղը բերեց, փրկելով միայն 8 հոգու, այդ թվում նաև Նոյին, արդարության քարոզչին։ Նույնպես նա Սոդոմացիների և Գոմորացիների քաղաքները մոխրի վերածելով դատապարտեց, օրինակ ծառայեցնելով նրանց ապագայի ամբարիշտների համար։ Եվ նա փրկեց արդար Ղովտին, որ ձանձրացել էր նրանց անառակ անկարգ ընթացքից, որովհետև արդարը բնակվելով նրանց մեջ, ականատես և ականջալուր էր լինում նրանց անօրեն ընթացքին, ամեն օր տանջելով իր արդար հոգին։ Այս երեք օրինակներով, սիրելիներս, Պետրոս Սարաքյալը ցույց է տալիս, թե մեղքի պատճառով ինչ է սպասում մարդուն։ Այստեղ, երբ որ Պետրոս Սարաքյալն ասում է չխնայեց մեղանչած հրեշտակներին, սրանք այն հրեշտակներն, ովքեր հպարտացած իրենց առաջնորդի Արուսյակ հրեշտակապետի գլխավորությամբ ապստամբեցին Աստծո դեմ, որպեսզի իրենք էլ աստվածներ դառնան։ Եվ ինչ պատահեց, Արուսյակ հրեշտակապետը վերածվեց սատանայի և իրեն հետևած հրեշտակներով երկնքից ցած ընկան դեպի Տարտարոս։ Տարտարոսը հին հունական դիցաբանության մեջ այն վայրն էր, որտեղ նետվում էին չար աստվածներն ու հրեշտակները։ Նրանք պահվում են այնտեղ տանջվելու համար, եւ ասում է, որ նա ծովի խորքերից էլ ավելի խոր վայրն էր։ Այսօրով մեր քրիստոնեական մտածողությամբ Տարտարոսը դժոխքն է այն վայրը, որտեղ մեղավոր մարդիկ պիտի պահվեն։ Երկրորդը բերում է մեզ Նոյի օրինակը։ Թեև Աստված խնայում է արդարին եւ ինքը իրեն խոստացել էր, որ զղջաց, որ մարդ ստեղծեց, բայց Նոյի արդարությունը տեսնելով նրան տապանի միջոցով փրկեց գալիք ջրհեղեղից։ Ինչ է սա նշանակում, սիրելիներ, որ ինչքան էլ մեղքը մեր կյանքի մեջ շատանան, միևնույնը մնում են մարդիկ, ովքեր արդարությամբ ապրում են։ Եվ տեսեք, այստեղ ասում է Նոյին արդարության քարոզչին։ Նա, ով արդար է ապրում այս աշխարհի մեջ, նա անպայման փրկություն պիտի գտնի։ Աստված նրա մասին հոգ պիտի տանի, նա երբեք մեղավորների տանջանքին բաժնեկից չպիտի լինի։ Երրորդը Սոդոմ Գոմորի մասին էր։ Սոդոմացիներ և Գոմորացիների օրինակը այսօր էլ աշխարհում կա։ Աշխարհի ամեն անկյունում այսօր Սոդոմ կա, որտեղ անառակությամբ, անհակ ցանկություններով, պղծությամբ մարդիկ ապրում են։ Եվ մենք ժամ առ ժամ տեսնում ենք, թե ինչքան է մեղքի կյանքը շատանում, ինչքան են մեր կյանքի մեջ միասեռականության քարոզ տանում, ինչքան են մեզ պղծում, ինչքան են հեռուստացույցով, թատրոնի, գրականության, երաժշտության միջոցով այլասեռությունը փորձում տարածել։ Բայց ինչպես որ Ղովտը մնաց այնտեղ, ոչինչ չպատահեց, այսինքն երկու կարևոր բան կար Ղովտի կյանքի մեջ։ Ինչ որ նա տեսնում էր, լսում էր, դա պատճառ չդարձավ, որ ինքը մեղքին հաղորդակից դառնա։ Մեղքի քաղաքի մեջ ապրելով ինքը մնաց մաքուր ու անարատ։ Ինչ որ տեսավ ու լսեց, չթափածեց իր հոգուսներ, թեև իր հոգին տանջվում էր, արդարի հոգին ամեն օր տանջվում է մեղքը տեսնելուց, բայց ինքը այդ մեղքի մեջ չմտավ։ Այս օրինակով էլ ցույց է տալիս, որ Սոդոմ Գոմորի գոյությունը, որ այսօր էլ կա աշխարհի մեջ, Աստված ինչու մոխիրի չի վերածում այս աշխարհը, որովհետև Ղովտի պես դեռևս ապրող արդարներ կան։ Եվ ինչպես հայր Աբրահամն էր աղոթում Աստծուն, որ Տեր, եթե այդ քաղաքի մեջ 50 հոգի հետագա միջեցրեց թիվը մինչև 10 հոգու, այդ 10 հոգին ապրում է այս աշխարհի մեջ։ Այդ 10 հոգու համար Աստված դեռևս խնայում է այս աշխարհը ոչնչացնելուց։ Եվ եթե այս արդարները չլինեն, մեր վախճանը վաղուց պիտի գար։ Եվ այս երեք օրինակներով Աստված ցույց է տալիս, թե հրեշտակների, թե Նոյի, թե Ղովտի օրինակով, որ ինչ էլ որ լինի աշխարհի բոլոր ժամանակներում մեղքը կա եւ մարդը մեղքով արբեցած, հագեցած ինքը պիտի ապստամբի Աստծո դեմ։ Բայց երբ որ դու արդար ես ապրում, ազնիվ ես, մաքուր ես, մեղքի գերին չես դառնում, դու կարող ես փրկություն գտնել։ Աստված մեզ համար այդ փրկության տապանը տվել է։ Առաջին հերթին դա ավետարանն է, երկրորդը Սուրբ Եկեղեցին է, որի միջոցով մարդը ընթերցելով Սուրբ Եկեղեցի մեջ ապրելով, աշխարհի բոլոր մեղքերը ինչքան էլ ալիքներով գան ու հարվածեն քո հավատքի կյանքին, այն անսասան պիտի մնա, որովհետև այդ հավատքի Տերը Աստված է եւ քո հոգու Տերն Աստված ինքն է եւ ինքը այդ հոգու համար ամեն միջոցներ դնում է, որպեսզի դու փրկության արժանանաս եւ իբրև լույսի որդի ամոթով չմնաս Տիրոջ առջև կանգնելուց։